Ինչպես ամեն անգամ այս ընտրություններից հետո էլ հայտարարվեց, եղան խախտումներ, սակայն դրանք չազդեցին ընտրությունների արդյունքի վրա։ Բարև ձեզ, եթերում Կիրակի հաղորդաշարն է, այս թողարկմամբ կանրադառնանք Հայաստանում անցած խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանում կայացան ազգային ժողովի միակ համապետական ընտրությունները և խորհրդարան անցավ 4 ուժ։ Առաջին տեղում ըստ նախնական արդյունքի իշխող հանրապետականն է, երկրորդում Ծառուկյան դաշինքը, երրորդ տեղում Ելք դաշինքն է, ապա Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Ընտրությունների արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի կամքը։ Եվրամիության պատվիրակությունն ահա այսպիսի եզրահանգմամբ հանդես եկավ, միևնույն ժամանակ հիշեցնելով վարչական ռեսուրսի կիրառման ճնշումների ընտրակաշառքի մասին հաղորդագրությունները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շտապեց շնորհավորել հայ ժողովրդին, արձանագրելով, որ ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկությունները։ Երևանում բրիտանական դեսպանատունը գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկավ և նշեց, որ նոր սարքավորումները նվազեցրել են ընտրախախտումների շրջանակը։ Վախեցած թե ընտրակաշառքով, բայց մարդիկ ընտրել են հանրապետական կուսակցությանը, հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Քաղաքացի դիտորդը ընտրական գործընթացների բարեփոխում չի արձանագրել։ Իր եզրակացության մեջ նշում է. ընտրությունները չեն արտահայտում քաղաքացիների ազատ կամ արտահայտությունը։ Որքանով են խախտումներն ազդել ընտրությունների արդյունքի վրա, ինչպես հայ ժողովուրդն ընտրեց իշխող հանրապետականին։ Կփորձենք պարզել հաղորդման ընթացքում, բայց նախ շաբաթվա մարզային իրադարձությունները մեկ տեսաշարով։ Գյումրու Ջիվանու 79 հասցեում շինաշխատանքներ են, այս շենքը վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքի սեփականությունն է, այն մասնավորից են գնել։ Շենքը վերանորոգվելուց հետո կվերածվի ռեստորանի, իսկ փողոցը կասֆալտապատվի գրանիտե քարերով։ Ծրագրի արդյունքը տեսանելի կլինի 2 տարի անց։ Գոյուղաջրերը լցվում են Երևանյան խճուղու 155 շենքի բակ, ճանապարհը դարձել է անանցանելի։ Արեք ամսվա մեջ է 2 անգամ էս վիճակն է մեր շենքի դուր։ Երեխա կա, ամսիկները խոլերա է։ Բնակիչները դիմել են Վիոլաջուր ընկերությանը, մասնագետները եկել եւ որոշ աշխատանքներ կատարել են, բայց ընդամենը 1 օր անց գոյուղատարի մեկ այլ հատված է վնասվել։ Գյումրեցի բռնցքամարտիկները բարելավում են իրենց ֆիզիկական պատրաստվածությունը։ Պատանիների Հայաստանի առաջնությունը տեղի կունենա մայիսի 16-ից 21-ը, իսկ երիտասարդները ռինգ դուրս կգան հունիսի 2-ից 8-ը։ Հայաստանի առաջնություններից հետո միայն հայտնի կդառնան Եվրոպայի եւ աշխարհի մրցելույթներին մասնակցող մարզիկների անունները։ Կապանի ճանապարհներին հայտնվել են թարմ նշագծումներ, աշխատանքները կատարվում են հին ավանդական եղանակով։ Ներկը որպես կանոն երկար չի պահպանվում, սակայն այս անգամ պատասխանատուները վստահեցնում են, որ գծերը երկար ժամանակ տեսանելի կլինեն։ Նախորդ տարվա համեմատ Սյունիքում հրդեհների թիվն ավելացել է 15-ով։ Գյուղատնտեսական աշխատանքներով պայմանավորված հրդեհների մեծ մասը լինում են խոտածածկ տարածքներում։ Մասնագետները հորդորում են հետևել անվտանգության կանոններին, օրինակ խարույկ վառելիս կամ ծխախոտը նետելիս։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Հայաստանի տարածքում կազմակերպված 2009 ընտրատեղամասի ընտրության տվյալները։ Առաջատարը իշխող հանրապետականն է 49.12% ձայնով, երկրորդը 27.32%-ով Ծառուկյան դաշինքն է, երրորդ տեղում Ելք դաշինքը 7.77% արդյունքով և չորրորդը Հայ հեղափոխական դաշնակցությունը 6.57% քվեներով։ Հենց այս ուժերն էլ ներկայացված կլինեն առաջիկա խորհրդարանում։ Հանրապետական կուսակցության ձայների քանակը դեռ չի նշանակում, որ այդ ուժը միանշանակ հաղթել է ընտրություններում։ Հայաստանցի դիտորդները խորհուրդ են տալիս դեռ սպասել։ Ավարտվել է ընտրությունների օրը, սակայն ընտրական գործընթացները ավարտված չեն։ Հայաստանցի դիտորդները պատրաստվում են բողոքարկման, ընդհուպ մինչև սահմանադրական դատարան։ Արձանագրված ընտրախախտումները հատում են 1000-ի սահմանագիծը։ Սարիթաղի դեպքով կալանավորվածների հարազատներն արդեն 10 օր է աշխատանքային ժամերին նստացույց են անում գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին, որոնք կալանավորված են նախորդ տարվա հուլիսյան դեպքերից հետո, իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով։ Հարազատները նշում են, որ հուլիսի 19-ին ոստիկաններն են հրահրել բախումները։ Հանրապետական կուսակցության մեծամասնություն կազմելն այս քաղաքացիներին չի ուրախացրել։ Ստեփանակերտի Զորամասում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը որդու սպանությունը բացահայտելու հարցով 7 տարի է փողոցում է։ Համոզված է, ինչպես այս, այնպես էլ այլ խնդիրների լուծումը կախված է Սերժ Սարգսյանի կամքից։ Պետք է պատասխան տա այս զինվորների արյան համար։
Թորնուհին բացել է տատիկի արխիվն ու գտել Ավետիքի Սահակյանի 267 նամակ։ 6 տարվա մանրակրկիտ աշխատանքից հետո հրատարակվել է այս գիրքը, որն ընդգրկում է վարպետի կյանքի ավելի քան 6 տասնամյակ։ Դեռևս 1991-ին նամակները հավաքել էր գրականագետ Արփիկ Ավետիսյանը, որը հետո կորել էր։ Սևագրերի հիման վրա թորնուհին Լիլիթ Ավագյանը ավարտին է հասցրել տատի գործը։ Խորհրդարան չանցած Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքը հայտարարեց, սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր, ապա հավելեց, որ ժողովրդի կողմից փողոց դուրս գալու պահանջարկ չկա։ Այսուամենայնիվ, դաշինքը դիմեց կենտրոնական ընտրական հանձնաժողով պահանջելով մատնահետքերի բազան։ Հայկական վերածնունդ կուսակցությունը նույնպես հայտարարեց, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքը։ Ինչ տրամադրություններ են հետընտրական Գյումրիում, դիտենք Ցայք հեռուստաընկերության տեսանյութը։ Մոտ մեկ ամիս առանց դադարի պտտված ընտրական անիվը կանգ առավ ապրիլի 2-ին, նախընտրական կարգերը սակայն ոչ թե հանդարտվեցին, այլ ապրիլի 1-ին հասան գագաթնակետին։ 4 կուսակցություն 5 դաշինք, 1500-ից ավելի թեկնածու, 108-ը Շիրակի մարզից էին։ Գյումրիից անցած բոլոր քաղաքական ուժերը շատ գոհ են իրենց վիճակից, հատկապես պետք է նշեմ հատուկ ԲՀԿ-ին, այսինքն Ծառուկյան դաշինքին, որը երևի թե սպասում էր, որ մեկ թեկնածու կունենան ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզից, այնինչ նրանք ունեցան 2 թեկնածու։ Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը խառնեց շատերի խաղաքարտերը։ Անսպասելիորեն չարդարացան ֆավորիտ համարվող թեկնածուների սպասելիքները։ Շատ տարօրինակ արդյունքներ արձանագրվեց, պարտություն կրեց Մարդուն Գրիգորյանը, այսինքն զբաղեցրեց ռեյտինգային ցուցակում 3-րդ տեղը եւ դուրս մնաց ազգային ժողովից։ Սա էլ է շատերի համար զարմանալի, որովհետեւ նա այն եզակի գործիչներից էր ազգային ժողովում, իդեմս նույն Սուքիաս Ավետիսյանի եւ նույն Հովհաննես Մարգարյանի, որոնք ավելի ակտիվ էին գործում նույն ազգային ժողովում, քան Շիրակի մարզը ներկայացնող այլ պատգամավորներ։ Քաղաքագետը ասում է, ծրագրային գաղափարական պայքար չեղավ, մրցակցությունը ներանձնային էր։ ԲՀԿ-ն իր տարածքային թեկնածուներով հաղթեց Գյումրիում, ՀՀԿ-ն մարզում։ Գագիկ Համբայրյանը սակայն ձևակերպման հետ համաձայն չէ, ընդգծում է, իշխանություններն այս անգամ էլ հաղթանակ չեն տոնել։ Ես չեմ համարում սա հաղթանակ, եթե որևիցե մեկը համարում է, որ 40.5% դա հաղթանակ է, բա այն 59.5% ուր գնաց։ Այսինքն ես հաղթանակ համարում եմ այն քաղաքական ուժին, որը մարզում կհավաքեր 50% գումարած մեկ ձայն։ Այս ընտրություններն աչքի ընկան ընտրակաշարքի բաժանման մեխանիզմների կատարելագործմամբ, ընտրական մուրաբային փոխարինեց ՀՀԿ-ի կոնֆետները։ Ընտրակաշարքը որոշ կուսակցություններ տնայցերի ժամանակ որակեցին որպես խրախուսանք։ Նախքին 5000 դրամը հասավ 10-15000 դրամի։ Այստեղ կարևորը ոչ թե ընտրակաշարք բաժանելն էր, այլ ընտրակաշարք շնորհիվ ստացված ձայների վերահսկողություն էր, որը շատ պրոֆեսիոնալ կերպ որոշ մարդիկ անցկացրեցին եւ նրանց մոտ դա շատ լավ հաջողվեց։ Այս մասին սակայն տեսախցիկի առջև որևէ մեկը չի խոսում, անտեղյակ հայացքով հարցը լսում է եւ ընտրակաշարք բաժանողը եւ վերցնողը։ Ընտրակաշարքների մասին ես ոչ մի բան ոչ լսել եմ, ոչ էլ տեսել եմ։ Տալիս էին, բաժանում էին, բարդադրում էին ինչ-որ միտեղ։ Իհարկե ինձ այդ նման բան չի եղել, բայց այնուամենայնիվ լսել եմ։ Ճշտություն չկա, արտահայտություն չկա։ Տեղեկություն չունեմ կաշառքներից, բայց գոչ եմ։ Շատ կներեք, բայց չեմ պատասխան։ Մարդը ընտրեց ոչ թե քաղաքական կողմնորոշման կամ ծրագրի համար, պարզապես դրամային ընտրություն տեղի ունեցավ։ Այնպես որ ռուսական լավ ասացված կա։ Каждый народ заслуживает свое правительство։ Ինչպես կար, այդպես մնաց։ Սպասելիքներ չկար, անհույս կարգավիճակ էր, գիտեինք, որ այդպես պետք է լիներ, այդպես էլ եղավ։ Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել։ 44 խախտում է արձանագրել Շիրակի մարզի տեղամասային ընտրական կենտրոններում։ Առաջին իսկ ժամերին ակնհայտ էր, որ կուտակումներ կային ընտրատեղամասերում եւ առաջին 2 ժամվա ընթացքում շատ տեղամասերում տեսախցիկներն ու մատնահետքեր վերցնող սարքերը չեն աշխատել, ինչպես նաև եղել են ազատ տեղաշարժեր։ Ընտրությունների կեղծում լցոնում ոչ լեգիտիմ իշխանություն նման գնահատականներ այս անգամ չհնչեցին։ Արդյունքները չեն բողոքարկում քաղաքական ուժերը, իսկ շարքային գյումրեցիները դեռևս թմբուրի մեջ են։
Կոնգրես ՀԺԿ կուսակցությունների դաշինքը ընտրությունների նախնական արդյունքով հավաքել է 1,65% ձայն։ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրություններից հետո նախնական հայտարարությամբ հանդես եկավ, նշելով. «Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ելքը ինչպես են վագրի թռիչքով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը»։ Ապա հավելեց. «Սահմաններին զոհվող յուրաքանչյուր զինվորի արյունը այսուհետ նստելու է խորհրդարանում ներկայացված ուժերի խղճին»։ Արդյունքները ցույց են տալիս, որ Կոնգրես ՀԺԿ դաշինքն ընտրվել է առավելապես մայրաքաղաքում, իսկ Լոռու մարզը նախընտրել է իշխող հանրապետական կուսակցությունը։ Վանաձորից տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Ընտրություններն անցել են ընտրախախտումներով, եղել են ուղղորդումներ, ճնշումներ ընտրողների վրա, զանգվածաբար ընտրակաշառք է բաժանվել։ Շոկ միակ տպավորությունն է այս ընտրություններից, ասում է անկախ դիտորդ դաշինքի անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Տեղին է հիշել, որ հենց քվեարկության նախորդ օրը լռության օրը եւ նաեւ հենց քվեարկության օրը համատարած էր ընտրակաշառքների բաժանման մասին լուրերը, բայց մենք չտեսանք գոնե մեկ փաստ, որ ոստիկանությունը կարողանա արձանագրի, բացահայտի կամ կանխի կամ պատասխանության ենթարկի որևէ մեկ։ Մեծ այդ զրույցում վանաձորցիները կարծիք են հայտնում, որ ընտրությունների ելքը գոհացնող չէ։ Նրանք ասում են, որ դրանում իր մեծ դերակատարումն է ունեցել ընտրակաշառքը։ Արդար չի։ Դրա մեր գործ չենք։ Այսպես չէի պատկերացնում։ Ընտրակաշառքը մանավանդ Հայաստանում վերացնել անհնարին է։ Փողը տվել են, ես տեղել եմ, բաժանել են։ Ընտանիք կա մի, ասենք թե խոսքի օրինակ բավական մեծ գումարներ են ստանում, չի պետք է այդ գումարներից հետ կանգնել, վաղվա մասին չեն մտածում։ Խորհրդարան չանցած Ազատ դեմոկրատներ կուսակցության տարածքային տեխնացու Վահան Մղիթարյանի խոսքով ընտրեց ընտրակաշառքը։ Ընտրված ուժերին մաղթում է բեղմնավոր աշխատանք, իսկ թե ինչու դեմոկրատները չանցան խորհրդարան, յուրովի է մեկնաբանում։ Հիմնականում նրա համար, որովհետև ընտրակաշառք չբաժանեցին։ Ոչ թե փողով գնեցին ձայները, ուղղակի փողով խեղդեցին։ Եվ ցավալին նա է, որ ժողովուրդը գնաց եւ ընտրեց փողով։ Ամեն ժողովուրդ արժանի է իրեն ընտրյալին։ Կիսելով նախորդ քաղաքական ուժի կարծիքը ընտրակաշառքների մասով Կոնգրես ՀԺԿ դաշինքի տարածքային տեխնացուներից Աշոտ Մանուկյանը միակ ընդդիմադիր ուժի ելքի մուտքը խորհրդարան պայմանավորում է հանրապետականի կողմից կառավարելի ընդդիմություն ունենալու հանգամանքով։ Ժողովուրդը ծայրից ծայր վաճառվեց եւ մեծ կոմբինատորի Սերժ Սարգսյանի աճպարարությունները, որի արդյունքում հաջողվեց ազգային ժողովում ունենալ հնազանդ ընդդիմություն։ Օրոդաշինքի ռեյտինգայինով առաջադրված Վահան Ղույումչյանը խորապես հիասթափված է այս ընտրություններից։ Վատթարագույնը որակելով 6-րդ գումարման խորհրդարանը մասնագիտությամբ հոգեբան Ղույումչյանը հոգեխանգարմունք է ախտորոշում ընտրակաշառված ընտրողների գերակշիռ մասի մոտ։ Ես նույնիսկ իմ շտաբի ակտիվիստների մեջ եմ տեսել դա եւ ուղղակի շշմած եմ։ Մարդը ինձ մոտ ակտիվիստ է, բայց նույնիսկ այդտեղ ես փաստեր գտա, որ զբաղվեց այդ մասսայական պսիխոզին տրվեց եւ ինքն էլ ընտրակաշառք վերցրեց այլ կուսակցություններից։ Սա ուղղակի արդեն անբացատրելի է, սա ազգային անվտանգության եւ պետական անվտանգության խնդիր է։ Այս ընտրության հետևանքները Հայաստանի համար ցավալի են լինելու, ասում է Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով առաջիկայում Հայաստանը կարող է մոռանալ Եվրամիությունից ֆինանսական օժանդակության մասին։ Եվրոմիության հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումը հետաձգվեց մինչև նոյեմբեր ամիս։ Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս չի ստանալու դրամական, ֆինանսական աջակցություն, քանի դեռ այս վիճակն է։ Այնինչ արձանագրեցին միջազգային դիտորդները, մասնավորապես ընտրակաշառքի մասով, վիրավորական ու նվաստացուցիչ է Հայաստանի ընտրողի համար, ասում է իրավապաշտպանը։ Դա նշանակում է, որ մեր ընտրողը ընտրակաշառքով է ընտրել։ Մեր հասարակությունը լուրջ հիվանդ է։ Պատկերը ըստ իրավապաշտպանի թերևս կփոխվի այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացին կունենա տնտեսական ու աշխատանքային ազատություններ, այլևս չմտահոգվելով ոչ ցանկալի ընտրության պատճառով աշխատատեղ կորցնելու մասին։ Այսօրվա հյուրերն են քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը եւ Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քերյանը։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Պարոն Զաքարյան, փաստորեն ժողովուրդն ընտրել է Հանրապետական կուսակցությանն ու Ծառուկյան դաշինքին։ Ինչպես դա տեղի ունեցավ, եթե հակիրճ ձևակերպենք։ Դա տեղի ունեցավ քվեարկության միջոցով։ Մարդիկ գնացին ընտրատեղամասեր, 9 բյուլետենների մեջից ընտրեցին այն համարի բյուլետենները, որոնք Հանրապետական կուսակցությանը եւ Ծառուկյան դաշինքի տեխնատուներն էին ներգրաված եւ դնելով ծրարի մեջ գցեցին քվեատոփի մեջ։ Դա ժողովրդի ազատ կամ արտահայտություն։ Անցել է
Անցել է ընտրություններից արդեն մի քանի օր։ Մենք լսել ենք դիտորդական գնահատականներ, մենք լսել ենք նաև կուսակցությունների գնահատականները։ Ընտրակեղծիքների մասին որևէ մեկ լուրջ պնդում ես չեմ լսել։ Ինչ որ ես լսել եմ, դա ընտրակաշառքի մասին խոսակցություններն են, որ այսինքն ընտրողը ինքը ծախվեց, ընտրողը ինքը կաշառվեց, ընտրողը ինքը վերցրեց այդ գումարը եւ գնաց քվեարկության։ Նույնիսկ խոսում են, որ Իսահակյանը հաղթեց Թումանյանին, այսինքն 10,000-անոցը 5,000-անոցին հաղթեց։ Ես չեմ կարող պնդել, որ դա այդպես է, բայց չեմ էլ կարող պնդել, որ դա այդպես չէ։ Եվ եթե դա այդպես է, այնինքն եթե 50%, որ ստացել է մոտավորապես Հանրապետական կուսակցությունը եւ 30%, որ Ծառուկյան դաշինքն է ստացել, այնինքն եթե այդ ամբողջը իրոք պնդումները համապատասխանում են իրականությանը, որ 80%-ը ըստ ընտրակաշառքի կամ այսպես ասենք, ընտրողի վրա ներգործելու ոչ գաղափարական միջոցների ազդեցության տակ է քվեարկել, այսինքն մեկի օպերացիայի հարցը կլուծեն են, մեկի քեռուտ տղան ոստիկանությունում է աշխատում, խնդրել է եւ այսինքն եթե ոչ ծրագրային գաղափարական ընտրությամբ են առաջնորդվել մարդիկ եւ գնացել են, դա արդեն հասարակական պրոբլեմատիկայի դրսևորում է, որ այսինքն մենք մեր հասարակության մեջ դեռևս ձևավորված չէ ընտրությունների իմաստը հասկանալու այդ գաղափարը, որ այսինքն դու այդտեղ քո կառավարումն ես իրականացնում, ոչ թե ընտրում ես քեռուտ տղու ընկերոջը, այլ կառավարման քո իրավունքը դու պարզապես շատ վատ ես իրացնում։ Եթե այդպես է նաև այդ մարդիկ իրավունք չունեն բողոքել ուրիշների վատ կառավարում իրականացնելու մեթոդոլոգիայից։ Ինչի համար, որ մեկը մյուսին շատ արժանի է, եթե դու քո տեղում եթե քեզ տրված է ընտրելու իրավունքից դու առևտուր ես անում, ընտրություն չես անում առևտուր, դու իրավունք չունես պահանջես, որ ուրիշը ավելի բարոյական լինի քո նկատմամբ, քան դու ես բարոյական ուրիշի նկատմամբ։ Այնպես որ շատ հետաքրքիր դրսևորում էր այս ամբողջը։ Պարոն Քեռեն, արդյոք իշխանություններին ձեռնտու է ունենալ աղքատ բնակչություն, որպեսզի կարողանա հեշտ կառավարել կամ ընտրություններում օգտագործել ժողովրդին գայթակղելով, ասենք, գումարով։ Իհարկե, եթե սոցիալ-տեսական ծանր իրավիճակ կա, ուրեմն հնարավոր է, որ այդ իրավիճակը դառնա քաղաքական մանիպուլյացիաների առարկա եւ դա հայկական երևույթ չէ, պատմության ընթացքում նմանատիպ շատ օրինակներ մենք ունենք, երբ որ, ասենք, քաղաքական ուժերը, կուսակցությունները օգտագործում են մարգինալ տեխնոլոգիաներ, այս կամ այն, ուրեմն սոցիալական խնդրի կամ խնդրի շուրջ մարդկանց խաբելու, ասենք, ներգրավելու խոստումների միջոցով իրենց հետևից տանելու։ Իհարկե, Հանրապետությունում աղքատության տոկոսը բավականին բարձր է եւ մեղադրել այսօր ոչ միայն իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերին, այլ նաեւ մյուսներին, որոնք այդ հանգամանքը օգտագործել են որպես քաղաքական տեխնոլոգիա ընտրազանգվածը ընդլայնելու եւ ձայներ ավելացնելու պարագայում, ինձ թվում է ճիշտ չլինի, որովհետեւ ցանկացած քաղաքական ուժ իշխանության գալու կամ իշխանության մարմինների ներթափանցելու համար օգտագործում է բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներ։ Չմեղադրել իշխանությանը, որ օգտվեց, ասենք, մարդկանց ագահությունից կամ վախկոտությունից ինչ որ դեպքերում։ Չի ասի մարդկանց ագահությունից, որովհետեւ գիտեք ինչ, հերվից քննադատել կամ ասենք թե ծաղրել այն մարդուն, որը որ շատ վատ վիճակի մեջ է եւ փորձում է ընտրության պահ օգտագործել ինչ-որ 10,000, ասենք, գիտեք ինչ 10,000-ը գուցե այսպես ասած գիտեք մարդը երբ է 10,000-ը վերցնում, որովհետեւ գիտի մեկը որ վերցնի էլ նույնն է, չվերցնի էլ նույնն է։ Եվ այս պահում ասում է ավելի լավ է հենց այս պահը օգտագործեմ, այդ 10,000-ը վերցնեմ։ Այսինքն մարդկանց ենթագիտակցականում նա է, որ եթե ոչինչ չի փոխվի, այո, այս հոգեբանությունն է, որ գումարը վերցնելու նպաստել է։ Պարոն Զաքարյան, կային ուժեր, որ ասում էին վերցրեք ընտրակաշառք, բայց ընտրեք ձեր ուզած թեկնածուին, սա պարկեշտ առաջարկ է եւ ինչպես բարվեց ժողովուրդը։ Ձեր հարցի մեջ կարծում եմ գնահատականը կա։ Երբ այսինքն մի բարոյականով ապրեք,
մի բարոյական մոտեցում ցույց տվեք, բայց ապրեք մեկ այլ բարոյական մոտեցմամբ, այստեղ գնահատականի խնդիր չի, բայց ես կուզենայի շարունակել այնտեղ, որտեղ մեր հարգելի գործընկերը կանգ առավ, այնքան այստեղ մի խնդիր կա, էլի, մարդը ինչպիսի արժեքների կրող է, այնքան էլիտան ինքը գոյություն ունի նրա համար, էլիտան կարող է բազմաբնույթ լինել, տարբեր բնույթի էլիտաներ կարող են։ Մենք կոմունիստական ժամանակներում տեսնում ենք, որ գործ ունեինք, այսպես ասած, քաղաքենիական էլիտայի հետ, ասում էին մտավորական էլիտա է։ Անկախ Հայաստանի ժամանակահատվածում տնտեսական բովանդակությամբ, այսինքն տնտեսական լծակներ ունեցող էլիտա ձևավորվեց Հայաստանում, երբեմն ոչ այպես ասած մաքուր զուտ տնտեսական, նաև կրիմինալ մասնակցությամբ այդ ամբողջին, այսինքն էլիտան ինքը իր արժեքները բերում է հասարակություն։ Հասարակությունը ըստ էության ապրում է այն վարքականոնությամբ, որ էլիտան է կրում եւ հրամցնում է նրան։ Հիմա այսինքն եթե էլիտան պետության խնդիրը, այսինքն այսօրվա ազգերի մրցակցության մեջ երբ առնվազն երկու պետություն հայտարարում են, որ Հայաստանը այս քարտեզի վրա պիտի գոյություն չունենա, այդ պայմաններում ունենալ այդպիսի էլիտա, որը պետականաշինության եւ ռեգիոնում Հայաստանի ուժեղացման խնդիրը չի դնելու, այլ զուտ իր վերարտադրության, կարծում եմ սա մեծ խնդրեմ է Հայաստանի հետագայի համար։ Գուցե 10 տարի, 15 տարի չլինի, բայց կլինի այնպիսի մի հատ կազուսային իրավիճակ, որ Հայաստանին կդնի շատ ծանր իրավիճակի մեջ, այսինքն մի անգամ ես այդ Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ եմ հարցրել, իսկ ինչ կլինի, եթե հանկարծ գեոպոլիտիկ վակուում առաջանա այս ռեգիոնում։ Ինքն Ռուսաստանը, ինչպես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զբաղված լինի իր խնդիրներով, Տրամպի պես մեկը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգները, որին հետաքրքիր չի այստեղ, Եվրոպան այլևս այն չի, ինչ որ 100 տարի առաջ, այսինքն այստեղով ոչ մեկ հետաքրքրվող չլինի։ Ու այսինքն այն էլիտան, այն բովանդակության էլիտան, որ գոյություն ունի Հայաստանում կամ ունի դեռևս, եւ այդ էլիտայի պայմաններում մեզ ինչ է սպասվում։ Այսինքն էլիտան գոյություն չունի նրա համար, որ ինքը մեզ իշխի։ Էլիտան գոյություն ունի նրա համար, որ ճիշտ խնդիրներ ձևակերպի եւ պետությանը համար այդ մարտահրավերները լուծի։ Եթե սա չի լինում, այսինքն նրա գոյությունը դառնում է միանգամայն այլ նպատակների ուղղված։ Այս է խնդիրը, որ մենք պիտի սրա մասին մտածենք, իսկ այս մեր ընտրական մշակույթում այդ փող կվերցնեն, կքվեարկեն եւ այլն, եթե փող տվող չի լինի, վերցնողել չի լինի։ Այսինքն ինքը էլիտան էլ պիտի հասունանա, որ հասկանա իր առաջ դրված ցեղասպանություն ապրած ժողովրդի էլիտա է ինքը, որ պիտի այլ խնդիրներ լուծի։ Եվ եթե իսկ զուտ իր վերարտադրության խնդիրը կամ իշխանություն ունենալու խնդիրը, այդ դեպքում մենք կբախվենք շատ լուրջ խնդիրների։ Պարոն Քյարյան, թե անկախ թե տեղական, թե միջազգային բոլոր դիտորդներն արձանագրեցին, որ խախտումներ կային, բայց դրանք չազդեցին ընտրությունների վրա, սա ինչ է նշանակում։ Նրանց տրամաբանությունը գիտեք որն է, եթե այսօր նրանք դնեն եւ ուղակի, այսպես ասած, ճակատ ասեն, որ դուք չկարացաք շատ բարձր մակարդակի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու եւ դուք արժանի չեք այդ արևմտյան տիպի քաղաքական համակարգերին, ուրեմն նշանակում է իրենք մեզ թողնում են եւ հեռանում են, բայց նրանք շատ լավ հասկանում են, որ պետք է օգնել անցումային փուլում գտնվող երկրներին եւ ժողովուրդներին աստիճանական այդ անցումը կատարել եւ բնականաբար այստեղ նման երկիմաստ այդ բնորոշումները կան, որպիսի մարդկանց չհիասթափեցնեն, չվանեն, պահեն վերահսկողության տակ, ապահովեն նաեւ իրենց ուրեմն վերահսկողությունը, նաեւ իրենց մասնակցությունը ընտրական գործընթացներին։ Նույնիսկ Ադրբեջանի նման ավտորիտար պետությունում նրանք էլի ինչ որ միտեղ շատ մեղ մոտեցումներ են ցուցաբերում, որպեսզի ապահովեն եվրոպական կառույցների եւ ներկայությունը եւ հետագա դիտորդական առաքելությունը։ Բնականաբար ամբողջությամբ էլ հավանություն տալ չեն կարող, բայց այդ գնահատականների տոնայնության մեջ ես նկատել եմ, որ շատ ավելի մեղմ է ներկայիս գնահատականները, քան նախորդ ընտրություններին։ Չնայած որ ասեմ, այնտեղ մի խիստ բնորոշում կար, որ ընտրությունները
չվերացրեցին հասարակական անվստահությունը իշխանության նկատմամբ, դա մի փոքր ավելի կոշտ ուրեմն բնորոշում էր, բայց չմոռանանք, որ վերջնական եզրակացությունը եւ ԵԱՀԿ-ն եւ Եվրոմիությունը եւ եվրոպական մյուս դիտորդական առաքելությունները կտան մոտ 2 ամսվա ընթացքում։ Իսկ ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության գնահատականը միանշանակ դրական էր եւ ընդհակառակը ես լսեցի խոստովանեցին, որ նույնիսկ կարող են ԱՊՀ շատ ու շատ երկրներ Հայաստանից օրինակ վերցնել։ Լավ, պարոն Զաքարյան, հետընտրական process-ի բացակայությունը ինչպես կբացատրեք։ Այլևս ոչ ոք դժգոհ չէ։ Հետընտրական process-ի բացակայությունն այն է, որ ընտրողը հաշտ է իր ընտրության հետ, այսինքն բողոքելու ոչինչ չունի։ Իսկ խորհրդարան չանցած ուժերը։ Այսինքն խորհրդարան չանցած ուժերը նրանք ստացել են 30%, իրենց տվել են 3%։ Իրականության մեջ յուրաքանչյուրը ստացել է, այսինքն այս անգամ լցոնումներ չեն եղել։ Ազդեցությունների բացառման մասին ես չեմ խոսում, որ ազդեցություններ եղել են, այսինքն մինչև այդ մարդու հասնել է խցիկ քվյատուփ։ Այդ ազդեցությունները աշխատել են, բայց նաև վերահսկողություն որոշ տեղերում։ Այո, բայց այն որ մարդը գնացել է ինքը իր ձեռքով է գցել եւ ոչ թե իր տեղը ստորագրել են ու այդ քվյաթերթիկը գցել են քվյարկղի մեջ, քվյատուփի մեջ, այդպիսի բան համար չի եղել, չկան այդպիսի վկայություններ, չկան այդպիսի փաստեր, եթե կան հունեինց հայտնի չի։ Այսինքն հետընտրական գործընթաց չկա, որովհետև մարդը ինքը հաշտ է իր ընտրության հետ։ Ես օրինակ կադրեր էի դիտում եւ ասում են գոհ եք, որ քվյարկել եք այսինչ կուսակցության օպտին։ Չեմ ուզում այդ կուսակցության անուն տալ, որովհետև ոչ թե կուսակցությունն է խնդիրը, այստեղ այլ հասարակական դրսևորումը։ Չէ, որտեղից են գոհ, 3 երեխաս էլ արտասահմանում է, Ռուսաստաններում ընկած են։ Բա ինչի քվյարկեցիք այս կուսակցության օպտին, հարցեր կան։ Ինչ հարցեր, փակագծերը չբացենք։ Դե եթե դուք մի ձևով մտածում եք, բայց վարվում եք մեկ այլ ձևով, ինչի մասին է խոսքը։ Նա ով որ ձեզ փող է տվել, նա էլ չի եկել, որ ձեզ փող տա ընտրվի падգամավոր, հետո ձեր համար աշխատի։ Ինքն էլ իր առևտուրն է արել, ձեր նման հազարներին է տվել, մտածելով որ ես այս քաղաքական, ես այս պլանավորումը անում եմ, ասենք, այսինքն չգիտեմ, $500,000 ծախսում եմ, որպեսզի դառնամ падգամավոր ու 5 տարի ես իմ բիզնեսների վրա դնեմ, ոչ թե ձեր համար դնեմ։ Ինքն նա ով որ փող է վերցնում, պիտի հստակ հաշտ լինի այդ մտքի հետ, որ ինքն այդ ամեն մեկը իր առևտուրը արեց։ Իր առևտրով նա էլ գնալու է իր հետագա գործունեության համար է այդ արել, ոչ թե որ եկել է քվյարկի, որ ձեզ էլ վաղն էլ գա ձեզ ծառայի, չէ, այդպիսի բան չկա։ Փոխադարձություն է եւ այստեղ հաշտ են երկու կողմն էլ, բոլոր կողմերն էլ հաշտ են իրողությունների հետ։ Պարոն Քյարյան, անակնկալ եղավ այս ընտրություններում ձեզ համար կամ ինչով էին տարբերվում նախորդ ընտրություններից։ Անակնկալ էր հայկական վերածնունդի դուրս մնալը, որովհետև հայկական վերածնունդը նախկին օրինաց երկիր, այսպես ասած, վերափոխված քաղաքական ուժը բավականին երկար ժամանակ էր քաղաքական դաշտում եւ կարելի ասել նույնիսկ պարլամենտի հնաբնակներից էր, վերջին 4 գումարման ազգային ժողովներում ունեցել էր միշտ իր պատգամավորական խմբակցությունը, եղել էր կոալիցիոն կառավարությունների մեջ, ներկայացուցիչը նույնիսկ եղել էր ազգային ժողովի նախագահ, չմոռանանք որ կուսակցությունն ուներ իր հերոստալիքը, իր կազմակերպական կառույցները եւ այլ եւ այլ։ Եվ նույնիսկ իր անդամների թվով ձայն չստացավ։ Ես ճիշտ ասած չգիտեմ պաշտոնապես իրանք ինչքան են իրենց անդամները ասել, չեմ ուզում ոչ կոմպետենտ հայտարարություն անել, բայց ամեն դեպքում 5%-ի բնագիծը հաղթահարելու համար այս գործոնները որ կային, դա մի քանի անգամ էլ ավելի էին իրական հնարավորություններից։ Եվ շատ անակնկալ էր, որ չանցավ, գուցեև հետագայում որոշակի վերլուծական աշխատանքով իրենք այս կուսակցության ղեկավարները կամ վերլուծաբանները կկարողանան հիմնավորել, որն էր ցածր ցուցանիշը։ Ամեն դեպքում անակնկալ էր չանցնելը։ Իմ կարծիքով անակնկալ էր նաև ՀԱԿ կոնգրես ՀԺԿ դաշինքի չանցնելը, որովհետև մենք գործ ունենք էլի քաղաքական ուժ, հնաբնակ քաղաքական գործիչների եւ ուժերի հետ, հիշենք Ստեփան Դեմիրճյանի արդյունքները 2003 թվականի նախագահական ընտրությունում,
նրա կուսակցության ուրեմն ներկայությունը վերջի ուրեմն ազգային ժողովի գումարման ազգային ժողովներում եւ Լևոն Տեր-Պետրոսյանի, այսպես ասած, մեծ ձայները հսկայական քանակով 2008 թվականին մինչև կարծեմ 4-500 հազարի հասնող եւ ենթադրելի էր, որ այս դաշինքը նույնպես պետք է անցներ։ Այս երկու դաշինքների չանցնելը կանխատեսելի չէր։ Չմոռանանք, որ այս ընտրություններում այդ օլիգարխները շատ էական դեր կատարեցին։ 3 Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից ներկայացված 3 խոշոր գործարարներ ուրեմն այն հավաքեցին շատ ավելի ձայն, քան ասենք օրինակ 115 տարվա պատմություն ունեցող քաղաքական կուսակցությունը։ Մի տեխնացու հանրապետականից գործարար ասենք ինքը շատ ավելի ձայն հավաքեց, քան օրոդաշինքը, կոմունիստները, ազատ դեմոկրատները միասին եւ կոնգրես ՀԺԿ դաշինքը միասին վերցրած։ Սա մի տեսակ ես չգիտեմ, շատ յուրահատուկ երևույթ է եւ այսպիսի մարդկանց ներգրավվածությունը հանրապետական կուսակցության քարոզարշավում հենց եւ նրանց կողմից կուսակցության տեխնացու առաջադրվելու հանգամանքը հենց այն պատճառներից էր, որ հանրապետարավարող քաղաքական ուժը կարիք չուներ այնպիսի ցնցող գործողությունների, որպեսզի հաղթեր, ասենք ինչպիսին լցոնում, ընտրախախտում, ծեծուջարդ, քվեաթուփի առնել, փախնել նախորդ ընտրությունների այս դեպքերը կարիք չկար, պարզապես այդ մարդիկ իրենց տեխնացություն դրեցին, իրենց տնտեսական ռեսուրսը ծախսեցին եւ կարողացան այդ հսկայական քանակությամբ ձայները բերել։ Պարոն Զաքարյան, անդրադառնալով կոնգրես ՀԺԿ-ի անակնկալին եւ ամենակարևոր հարցին երկրի հետ կապված խաղաղության եւ Արցախի հարցը, կարծիք կա, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր պատճառը, որ ՀԱԿ-ը շատ քիչ ձայն հավաքեց, համամիտ եք այդ կարծիքի հետ։ Գիտեք ինչ, որևէ պնդում անելուց առաջ ես պետք է ասեմ նախ ինչի վրա ենք հիմնում։ Այնինքն կա սոցիոլոգիական տվյալներ, որ մարդկանց հարցրել են, արդյոք դուք չեք քվեարկեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, որովհետև նա այսպես ելույթ ունեցավ։ Այսինքն, երբ որ չկան, այսինքն կարելի է միշտ ցանկացած ենթադրություն անել, խոսել ամեն ինչի մասին, բայց երբ ուզում ենք լուրջ խոսել, քաղաքագիտությունը նույնպես գիտություն է։ Օրինակ երբեմն ինձ հարցնում են դու ասենք դաշնակներին ես սիրում, ԲՀԿ-ին ես սիրում, թե հանրապետականին, այդ նույնն է, որ ֆիզիկոսին հարցնում է դու պրոտոններին ես սիրում, թե ատոմներին ես սիրում։ Իրանք սիրելու բան չեն, որ դու իրենց սիրես, իրենք այն նյութն է, որի հետ դու աշխատում ես։ Այսինքն իսկ որպեսզի գիտական լինի, այսինքն հիմնավորված լինի ասելիքը, պետք է սոցիոլոգիական տվյալներ լինի։ Այստեղ խնդիրը այլ է։ Ինչ ելակետից է ելնում Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ որ ասում է ժամանակակից աշխարհակարգը մեզանից պահանջում է Ղարաբաղի շուրջ եղած այդ ամբողջը։ Աշխարհակարգի այսօրվա բնորոշումները ինձ համար շատ հստակ չեն։ Մենք հասկանում ենք սառը պատերազմը ավարտվել է, երբ դա հստակ մի վիճակ էր, իսկ հետո դրանից հետո անընդհատ դինամիզմի մեջ է աշխարհակարգը։ Եվ մենք չգիտենք, թե երբ բազմաբևեռության ձգտող այսօրվա աշխարհում, այսինքն մեկ բևեռային այդ սովետական միության փլուզումից հետո Միացյալ Նահանգների այդ միաբևեռ կառավարումից հետո այսօր աշխարհակարգը նույնքան միաբևեռ է, թե բազմաբևեռության ձգտող եւ այսինքն արդյոք այդ բազմաբևեռությունը Հայաստանի առաջ իրոք այդպիսի ձևակերպված խնդիր է դրել, որ դու պետք է Ղարաբաղի շուրջ եղած տարածքները առանց որևէ Ղարաբաղի հետ կապված համաձայնությունների վերադարձնես։ Եվ վերջին հաշվով պետք է այստեղ շատ զգույշ լինել, որովհետեւ ես արդեն ասացի, երկու պետություն կան, որ չեն թաքցնում իրենց հայտարարություններում Հայաստան-Թուրքիա սահմանին կար մարդկության արձանը եւ Էրդողանը դա բնորոշեց որպես հանեք այս այլանդակությունը։ Երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաշտության արձանի իմաստն էր դա կրում, ասում է հանեք այս այլանդակությունը, իսկ Ալիևը ամեն օր բացարձակ հայտարարել է, նույնիսկ անհանդուրժողականության, որ ասում է մենք ունենք ընդամենը մեկ թշնամի, դա աշխարհի բոլոր հայերն են։ Այդպիսի ձևակերպումից հետո ես չգիտեմ, թե երբ որ ասում են ռացիոնալիզմից դուրս չի գալիս, այսինքն այդ դեպքում դու ընդունում ես, որ նա պիտի համարի, որ աշխարհի բոլոր հայերը իրենց թշնամիներն են, ու մենք պիտի գործ ունենանք հենց այդ ելակետերից ելնելով, այստեղ Լևոն Տեր-Պետրոսյանը լավ չբացատրեց
ինքը ինչ նկատի ուներ, որ ասում էր Ալիևը ռացիոնալ գործիչ է։ Եվ ես սիրով կուզենայի իրեն լսել այդ դասախոսություն, օրինակ, թե ինչ է այսինքն ռացիոնալիզմը որպես կատեգորիա, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, որ հասկանանք ինչ նկատի ունի ինքը, երբ որ ասում էր Ալիևը ռացիոնալ գործիչ է։ Ես Ալիևի հետ մի քանի անգամ շփվել եմ, նրա մոտ ավելի շատ այն ժամանակ փլեյբոյական բաներ եմ նկատել, քան ռացիոնալիզմ։ Հիմա չգիտեմ, այստեղ խնդիր կա համենայն դեպս մի բան, որ նա օրակարգ է բերել այդ հարցը եւ առաջիկա զարգացումների մեջ չի բացառվում, որ նրա բերած օրակարգը աշխուժ ակտիվ քննարկումների գործընթաց անցնի։ Այդտեղ կերևա ահագին շատ բան ու մենք կարողանանք կողմնորոշվել։ Դուք ավելացնելու բանն եք այս հարցի շուրջ։ Ավելացնեմ, որ պարզապես մեր ընտրողները միշտ չէ, որ կարդում են կուսակցությունների ծրագրերը, դրանք ինչ-որ խոր իմաստ հասկանում են, քննարկում են։ Այս ծրագրերով կարելի է կողմնորոշվել։ Նախ ծրագրերով էլ չի կարելի կողմնորոշվել, թե դրանց մեծ մասը նույն բանն են կրկնում։ Ես համոզված չեմ, որ բոլոր ընտրողները նայել եւ հասկացել էին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ էր ասում կամ նրա խոսքի իմաստը որն էր։ Պարզապես ալիքը եւ իրադարձությունները այնպիսին էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի բարձրացրած բավականին լուրջ քաղաքական հարցը դարձավ լուրջ քաղաքական քննարկման առարկա, բայց դրա մեխը հետեւյալն էր, որ եթե չլուծվի Ղարաբաղի հարցը, չբացվեն մեր սահմանները եւ մենք չունենանք իրական տնտեսական հարաբերություններ հարևանների հետ, անվտանգային միջավայր չապահովենք, մենք չենք կարող զարգանալ։ Իմ այսօրվա հյուրերն էին քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը եւ Երևանի Պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քերյանը։ Շնորհակալություն։ Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները։ Մինչև ապրիլի 15-ը պարզ կլինի արդյոք խորհրդարանում կոալիցիա կազմվում է, թե ոչ։ Ինչպես Մարկ Տվենն էր ասում, եթե ընտրություններից ինչ-որ բան կախված լիներ, ապա ժողովրդին չէին թողնի մասնակցել դրանց։ Կհանդիպենք հաջորդ կիրակի առայժմ։